Տեսեք հեշթեգներով բանալի բառը մի հատ է, չէ՞ կարծեմ։ Տեսնում եք, մի հատ եմ տեսնում։ Լավ կլներ, որ էլի բանալի բառեր լիներ այստեղ։ Իմ դիտարկումները դրանք են հետևյալները։ Մռավը տեսնում եմ, օքեյ, սա ճիշտ եմ հասկանում, սա Facebook-ն է։ Ահա։ Facebook-ն է, Mail.ru է, ահա։ Ես կառաջարկեմ Արցախին, բացեք Gmail։ Mail.ru-ն արդեն երբեմն վիրուս է ճանաչում, ռուսական հարթակները, մեյլերը, ինքը վիրուս է ճանաչում, աշխատեք Mail.ru չօգտագործեք մետայի մեջ։ Ես ձեզ կխնդրեմ, փոխեք ինչ-որ Gmail բացեք ու Gmail-ը լինի մռավ, կամ լավ, կարա լինի Արցախը, բայց Mail.ru չլինի։ Արցախը անպայման փոխեք, հիշեք, որ չի ճանաչում, չի հասկանում, վիրուս կճանաչի։ Ահա, այս Golden X-ը, որ սարքել ենք, շատ լավն է, բայց ես Instagram-ի բիոյի մեջ չտեսա, այս նույնը, բոլորդ հասկացաք չէ, թե ինչի համար է սա սարքվել։ Սա պետք է Instagram-ի մեջ գցեք story-ից ակտուալ գցեք ու տակից գրեք բիո։ Սա պետք է արդեն գիտեք որտեղ երևար։ Հիմա կասեմ ձեզ որտեղ պիտի երևար։ Մի հատ տեսնեմ ու մոտ կա տենց բաց։ Մի րոպե, ակտուալ, ահա, տեսեք, այստեղ ակտուալների մեջ ինքը պետք է արդեն երևա։ Տեսնում եք, այստեղ չեմ տեսնում, այդ նույն նկարը, highlight սարքած, տակից պետք է լինի գրված բիո ու դա երևա։ Հասկացաք որտեղ պետք է լինի։ Անպայման դա կուզեմ տեսնեմ ու դուք հետո սկրին ուղարկեք, որ այս նույն օրինակ Mrs. Furniture-ը կամ որը դուք սարքել եք։ Ինքը այստեղ պետք է երևա տակից բիո գրած։ Դա պարզ է։ Բա պարզ է, չէ, հասկանալի եմ բացատրում դա։ Իմ կարծիքով այո։ Հասկանալի է։ Այո, որտեղ ոչ մեկի մոտ չտեսա դա։ Նայեք, ումը ուղարկված էր, բոլորի մոտ փնտրեցի, բայց չտեսա։ Ահա, հետո Golden X-ը մենք ստեղ դրել ենք կապը հեռախոս, չէ, բայց մենք ստեղ կարանք ռեդակտիրով դնենք, զանգի կոճակը ստեղ դնենք ու ստեղ էլ չլինի։ Հասկացան Golden X-երը իմ ասածը։ Երկու անգամ նույն բանը պետք չի անել։ Եթե դուք կոնտակտ որպես կարած ստեղծեք, արդեն ստեղ կարիք չկա էլի նույն բանը գրել։ Ավելի ճիշտ կլինի այդ դաշտը ուրիշ նպատակով օգտագործել, կամ ձեզ նշեք, կամ ձեր հեշթեգերը գրեք։ Այ դա ավելի կարևոր է բիոյի համար։ Ահա, այստեղ Mary եւ Bin։ Էլի տեսնում եմ բովանդակությունը, նայեք, նույն խնդիրն է հեռախոսի համարը։ Mary and Bin կարա այստեղ գրի, որտեղ կա, մի րոպե, այստեղ հեռախոսի համարը ու ստեղից արդեն պետք չի։ Եվ ավելի լավ է այդ դաշտը, որտեղ սահմանափակ դաշտ է, էլի տեղը այդքան բավական չի։ Ստեղ ավելի լավ է հեշթեգ դնի ու բնականաբար իրեն նշի։ Այս վերաբերյալ հարցեր ունեք, թե ոչ։ Ունեք հարցեր ժողովուրդ, թե կարամ անցնեմ առայլ։ Շատ լավ։ Ես սպասում եմ, որ դուք դա պատրաստեք եւ ինձ ուղարկեք։ Okay, ես որ տեսնեմ այդ ձևով եւ այդ բոլոր բաները փոխած։ Նոնա, ասեցիք ռեդակտիրված հեռախոսի համարը ես ջնջեմ, հա։ Դա, ռեդակտիրված կնոպկու, ընդեղից հեռախոսի համարը հանեք ու որպես կոնտակտ ձեր մարդիկ ձեզ հետ կապնվելու համար ընդեղ դրեք հենց զանգ։ Там есть варианты. Если вы не найдете, потом отдельно мне отправьте это место, я вам покажу. Ну, в любом случае, сегодня мы туда зайдем. Вы мне напомните, когда я зайду, чтобы я вам этот момент показала. Хорошо? Хорошо, замечательно. Если мы экрана փոխեցի, դուք հիմա տեսնում եք Meta Business Suite, փոխվեց ձեր մոտ։ Հասկացա, հիմա ես այնտեղից դուրս կգամ։ Մի րոպե։ Ահա, ստեղ ամեն անգամ պիտի ես փաստորեն հասկացեմ ինչ անեմ ստեղ։ Ահա։ Հիմա փոխվեց, չէ՞։ Այո։ Հա։ Շատ լավ։ Եվ այսպես մենք այսօր խոսելու ենք Meta Business Suite-ի օգտագործման առավելությունների մասին։ Դուք բոլորդ ներբեռնել եք Meta Business Suite-ը ձեր հեռախոսներին, այսպես սպիտակ հարթակ է կապույտով, ճիշտ է։ Մի հատ կասեք, որ դուք բացում եք, Արմիդա ջան, ինչ եք մեջը տեսնում, որ ներբեռնել եք։ Մի րոպե սա ցույց տամ։ Հա, մի հատ կարաք չաթ ուղարկեք, մի հատ սկսենք ճիշտ տեղից։
Մի րոպե։ Մի հատ chat ուղարկեք, տեսնեմ դուք ներսում ինչ եք տեսնում։ Meta Business Suite-ը ներսում։ Կխնդրեմ օրինակ Վարդանն էլ։ Ահա, չէ, դուք լրիվ ճիշտ եք տեսնում։ Սա Meta Business Suite-ի ներսում հենց ներսը այդ ձև է։ Լրիվ ճիշտ է։ Մերի բին ճիշտ է, Մերի բին ճիշտ է։ Մի հատ խնդրեմ մյուսները էլ ուղարկեք, էլի ներսը տեսնենք։ Մերի բին ճիշտ է, որ շարժվենք առաջ։ Էդի մեկ, այս մեկը ճիշտ էր։ 3 подписчика на Facebook, շատ լավ է։ Вот տեսեք ինքը տեղ կա շագիր для начала работы, выполнено 1 шаг из 3, ինքը ասում է, որ ինչ քայլեր պիտի կատարեք, ինքը մեխանիկորեն ձեզ հաղորդում է դա։ Կխնդրեմ մյուսները բոլորը մի հատ այսպես ինչպես Մերի եւ Բին ուղարկել է, ներսում ինչ է տեսնում, դուք էլ ուղարկեք, շատ։ Ահա, դա Դավիլենցն էլ կատարյա, լրիվ ճիշտ է, լրիվ ճիշտ է։ Նայեք Facebook-ը, Instagram-ը միացրած է, ինձ դա էլ էր պետք որ տեսնեմ։ Մռավինն էլ է շատ ճիշտ, լրիվ ճիշտ է։ Երկու հարթակները միացրած, լոգոները տեղում ապրեք, ձերն էլ է ճիշտ։ Ահա, մի հատ մյուսներն էլ ուղարկեն։ Ես ընթացքում որ նայեմ, տեսնեմ, եթե ճիշտ է, մենք արդեն կարող ենք գնալ առաջ։ Հիմա նայեք, Meta Business Suite-ը դուք տեսաք, որ ինքը եւ դեսքթոփ է, այսինքն համակարգչով է կառավարվում եւ կառավարվում է հեռախոսով, հենց հավելվածով կառավարում եք, բայց կառավարելու ձևերը տարբեր են եւ տարբեր արդյունքների ենք մենք հասնում։ Հիմա ընդհանուր քայլերով ես գնում եմ, ով չի ուղարկել, խնդրում եմ սկրիները ուղարկեք, դեռ տեսնում եմ 1, 2, 3 սկրին, լավ, դուք ընթացքում, նույնիսկ եթե ինչ-որ խնդիր կա կապի հետ եւ այլը, դուք ընթացքում լրիվ ուղարկեք, ես նայեմ, որ անցնենք առաջ։ Եվ այսպես, սկսում ենք Meta Business Suite-ից, պիտի համոզվենք, որ ունենք Facebook-ի edge ձեր բիզնեսի համար, եթե ոչ, ապա ստեղծում ենք այդ մեկը, քայլերով գնում ենք։ Այցելում ենք Meta Business Suite, աշխատասեղանին, այդ հենց դեսքթոփն է, համակարգչով բիզնես, Facebook-ում կայքում, կամ ներբեռնում ենք եւ բացում ենք Meta Business Suite հավելվածը, որը դուք եք արել։ Դուք հիմա ուշադիր նայեք, որ այդ քայլերը ձեր մոտ արված լինի։ Համակարգչով մենք պատրաստ ենք, տեսել ենք, հիմա եթե ներբեռնել ենք, Instagram-ը եւ Facebook-ը փակցրած մեր մոտ պիտի երևա։ Մյուսը երրորդը, եթե ցանկանում եք կառավարել ձեր Facebook edge-ը եւ Instagram-ի ձեր հաշիվը Meta Business Suite-ից, միացնեք դրանք Meta Business Suite-ում աշխատասեղանի վրա կամ բջջային հավելվածում։ Այսինքն, դա կարող եք միացումը կատարել Instagram-ի ներսից, ուշադիր եք լինում, կամ այն որտեղից հիշում եք ես մտա եւ միացրեցի, եւ համակարգչից։ Անպայման Facebook-ն եւ Instagram-ը պիտի լինեն միացրած, որտեղ իրենք տարբեր, լրիվ տարբեր հարթակներ են, okay? Դա պարզ է։ Հիմա ինչ է իրենից ընդհանուր ներկայացնում Meta Business Suite-ը։ Դա բջջային եւ աշխատասեղանի հավելված է։ Ով կասի աշխատասեղանի հավելված է, ինչ է նշանակում, արդեն այդ բառը պիտի հասկանաք։ Ինձ կհուշեք։ Рабочий стол-ը։ Այո, այսինքն համակարգերով ենք տեսնում, ճիշտ։ Այո, որ ես այդ բառը ասեմ, դուք հասկանաք, շնորհակալություն։ Որը թույլ է տալիս։ Ես իմ մոտ չի ստացվում, ես մտամ Meta։ Ով է ասում դա, մի հատ ինձ հիշեցրեք։ Էլնարա ջան, չի ստացվում ձեր մոտ Meta, ի՞նչ է գրում, կասեք Էլնարա ջան։ Ինչ է ձեր մոտ։ Другие способы входа, войти через Facebook. Ага. Տենց տալիս են։ Ага, через Facebook не разрешает, еще какие другие. Там войти в другой аккаунт. Попробуйте в другой, может вы свой личный заходите в Facebook, он говорит, личный не может быть, должен быть бизнес. Понимаете? Անձնական аккаунտը դուք չեք կարող մտնեք, մի հատ փորձեք, ընթացքում ինձ հետ կապ հաստատեք դրա վերաբերյալ եւ ուշադիր այս պահերը լսեք։ Եվ այսպես, թույլ է տալիս կապել ձեր բոլոր Facebook եւ Instagram հաշիվները, որպեսզի կարողանա կառավարել ձեր բավանդակությունը, գովազդը եւ հաճախորդների հաղորդագրությունը մեկ վայրում։
Սա այդ տեղն է, այդ այսպես ասած արմատն է, որի մեջ ամեն ինչ կա։ Մետաբիզնեսի Ներեք, մի հարց ունեմ ինձ։ իհարկե, լսում եմ։ Իմ Instagram-ս ուրիշ Instagram է, էլի միացել են, առաջի դասն եմ միացել, այդ ոնց կարամ ես փոխեմ։ Մեր որտեղ է բրենդը ասեք, ես տեղ չտեսա սխալվել։ Մեսիս կահույք։ Մեսիս կահույքի մեջ միացրած է նորից ինչ Instagram-ա միացրած։ Ուրիշ Instagram-ա նախկին, բայց մենք նորը ստեղծել ենք, պրոս չենք կարող փոխենք։ Հասկացա։ Պիտի անջատել դա հենց Instagram-ից։ Ես հետո առանձին միաձեզ դա էլ կբացատրեմ։ Դա հենց Instagram-ից պետք է անջատել։ Կամ այսօր մենք կմտնենք desktop-ից էլ կարանք անջատենք, փորձենք համակարգչից։ Երկու տեղից է, հենց Instagram-ից կամ կոմպյուտերից share կանեք, որ ես մտնեմ արդեն հենց հարթակ, մի հատ ինձ հիշեցրեք ձեր հարցն էլ լուծեմ։ Եղավ։ Եվ այսպես Մետաբիզնես սյութում կարող եք գտնել, ուշադիր լսում եք ինչ եք կարող գտնել։ Առաջինը, անվճար գործիքները, ձեր բիզնեսի ներկայությունը, բովանդակությունը, գովազդը և պատկերացումները կառավարելու համար։ Հետո համախմբված վայր է դա ձեր բոլոր հաշիվների, ձեր լսարանի հետ կապնվելու համար, կապ հաստատելու համար։ Մետաբիզնես սյութով սկսելու համար ձեզ անհրաժեշտ է Facebook Edge կամ Instagram բիզնես հաշիվ։ Եթե դեռ չունեք մեկը, իմացեք, թե ինչպես կառավարել այդ մեկը։ Ստեղծեք առցանց բիզնես ներկայացում Facebook Edge-ով և ստեղծեք Instagram բիզնես հաշիվը։ Ոնց պիտի կպցնեք գրագետ, եթե ինչ-որ մեկը չի կպցրել, էլի քայլերով ես ձեզ ցույց եմ տալու, դուք դա տեսնելու եք։ Ինչ եմ ես հետո արել։ Ես վերցրել եմ ինչ-որ ընդհանուր case, ինչ-որ ձև, ու կարևոր բան պիտի ձեզ բացատրեմ դրա վերաբերյալ։ Ուրեմն ինչ է գործում Facebook-ի մետայում։ Այսպես օրենք կա, իրազեկում, ուշադրություն և փոխակերպում։ Ուշադիր լսեք։ Մեկը մյուսի հետ կապնված են։ Եթե մեկը ճիշտ է աշխատում, դուք գնում եք դեպի երկրորդը, եթե երկրորդը ճիշտ է աշխատում, դուք ստանում եք երրորդը։ Այս 3 քայլերը ես հաճախակի ձեզ հարցնելու եմ, որոնք են հաճախորդի, ուշադիր եղեք, հաճախորդի ճանապարհորդության 3 փուլերը։ Ինչ են իրենք ներառում։ Եվ այսպես, իրազեկում, երբ հաճախորդը առաջին անգամ իմանում է բիզնեսի կամ ապրանքի մասին։ Երկրորդը, իրազեկումից հետո ուշադրությունը, երբ հաճախորդը սկսում է հետաքրքրվել որևէ բիզնեսով կամ ապրանքով։ Եվ ամենակարևորը դա փոխակերպումն է, որ անգլերեն կոչվում է conversion եւ conversion եւ ռուսերենում conversion, երբ հաճախորդը որոշում է գնել ապրանք կամ ծառայություն։ Այդ 3 բառը պետք է շատ լավ իմանաք, եթե անգլերեն իմանաք awareness, consideration, conversion ուրախ կլնեմ, կամ հայերեն էլի ուրախ կլնեմ իրազեկում, ուշադրություն եւ փոխակերպում։ Դա մեզ միշտ պետք են լինելու այդ բառերը։ Ինչ եմ ես հիմա արել։ Ես հիմա ընդհանուր հետո մի հատ case եմ վերցրել, ինչ որ մի մարդու բիզնեսի վրա դա բացատրելու եմ, բայց ընդհանուր եկեք մի հատ հասկանանք ինչ հարցեր են դրանք։ Եվ այսպես, իրազեկումը, երբ է իմ հաճախորդը առավել, դա շատ կարևոր է, առավել ընկալունակ իմանալու իմ նման ապրանքների մասին, իմ ապրանքների մասին։ Երկրորդ հարցը իրազեկման մեջ, ինչպես կարող է իմ հաճախորդը տեղյակ լինել իմ ընկերության և նրա արտադրանքի մասին։ Դա իրազեկման փուլն է։ Քո հաճախորդը, որը անպայման պետք է ներգրավվի այս փուլի մեջ։ Երկրորդ փուլը, այդ նկատառումը, երբ իմ հաճախորդները պատրաստ կլինեն ավելին իմանալ իմ արտադրանքի մասին։ Մյուս հարցը, որը այս փուլում մեզ պետք է, ինչպես կարող են իմ հաճախորդները տեղեկատվություն գտնել իմ արտադրանքի մասին, երբ դրանք պատրաստ լինեն։ Եվ ամենակարևոր վերջի փուլի հարցերը, փոխակերպման փուլի հարցերը ինձ համար ամենակարևորը դրանք են, որովհետև դա մեր արդյունքի աշխատանքն է։ Երբ իմ հաճախորդը պատրաստ կլինի գնումներ կատարել, եւ ինչպես կարող եմ համոզել իմ հաճախորդին
գնել իմ ապրանքը։ Այդ 3 փուլերը ես ձեզ ցույց տվեցի իրենց հարցերով։ Հիմա գնում եմ կոնկրետ case եմ ուսումնասիրում, դա կոչվում է case կամ իրավիճակ։ Ես վերցրել եմ ինչ-որ brand, որը կոչվում է Little Lemon, brand-ը, դա դուք հիմա կհասկանաք ինչ brand է, եւ վերցրել եմ իրեն տիրոջ անունը, դրել եմ ինչ-որ օրինակ Adriano։ Հիմա մենք այդ քայլերը այդ մարդու մոտ եւ այդ բիզնեսի վերաբերյալ կուսումնասիրենք։ Եվ այսպես, առաջի փուլը, իրազեկման փուլը։ Little Lemon-ի հաճախորդները կիմանան իրենց ռեստորանի մասին, երբ Adriano-ն դա տերն է, սկսի բովանդակություն հրապարակել։ Պոտենցիալ հաճախորդները կարող են առաջին հայացքից տեսնել, թե ինչ է տեղի ունենում ռեստորանում, կուլիսներում եւ տեսնել, թե ինչ ուտելիքներ են մատուցվում։ Այսինքն, այդ առաջի փուլը, երբ որ դուք ես ասել եմ դրա մասին, օրինակ, եթե դուք ուզում եք վաճառել մեղր, պարտադիր չի դուք մեղր անընդհատ մեղր տարածեք։ Ասեք, ինչ կարանք այս առաջի քայլում տարածենք, ով ինձ կօգնի։ Ես այս Adriano-ի օրինակն էլ ձեզ համար դրեցի։ Կասեք, ինչ կարանք մենք ստեղ անենք, լսում եմ ձեզ։ Եթե ես մեղր պիտի ծախեմ, առաջի փուլում, այդ իրազեկման փուլում ինչ պիտի ես անեմ։ Նկար ավելացնել երևի։ Բայց ոչ թե միայն նկար, ավելի շատ ինչ, ով կասի, ճիշտ եք, բայց նկարը շատ Օրինակ մեղր քամելու process։ Ապրեք, ասեք բոլոր տարբերակները։ Ահա, ասեք, լսում եմ։ Ասեք, լսում եմ, ով է ասում առաջին։ Ներկայացրեք ձեզ ու ասեք, լսում ենք ձեզ, ով է առաջին, ասեք։ Ներկայացրեք ձեզ։ Արմիդա, լսում եմ, իհարկե, մենք ուզում ենք մեղր ծախենք, լսում եմ ձեզ։ Հա, օրինակ կարող եք սկսել վիդեոներ նկարել, մեղուները փեթակից, ասենք դուրս գալուց, մեղուները ինչպես են թռչում։ Այո, կարամ օրինակ վիդեո անեմ, մեղուները կարան կծեն, երբ որ մեղր ես պատրաստում։ Կլինի չէ, ստեղ դնեմ տենց բան։ Այո, իրազեկն է, էլի։ Այո, process-ը, բա ինչու ես տեղ ասեցի, նայեք շատ ուշադիր լսեք այս բան։ Կուլիսներում եւ տեսնել, ասինքն հետեւի պլանն է, այդ առաջի քայլը ճիշտ, եթե կարգավորում եք, դա հետեւի պլանն է, ապրեք, էլ ինչ կարա լինի, մի հատ ներկայացեք, ասեք առաջի քայլում էլ ինչ կարող է լինել։ Առաջի քայլում էլ ինչ կարող է լինել, լսում եմ ձեզ։ Ունեք տարբերակ։ Պետք է վստահեցնել, որ օրգանիկ է։ Ապրեք, ինչ վիդեո կամ ինչ նկար կամ ինչ նյութ պետք է դնենք։ Պատրաստման գործընթաց։ Ոչ մի, դա չես կարող ապացուցես, ինչ ելանդես մեկա չեն հավատում։ Չէ, կարակ, դուք կարակ ինչ-որ փորձարկում անեք, այդ մեղրը ոնց են վառում են, չգիտեմ ինչ, այդ փորձարկումը կարակ ցույց տաք։ Հասկանում եք, ես մասնագետ չեմ, բայց մի հատ ինձ հիշեցրեք, եթե մեղրը իսկական այնտեղ վառելու հետ ինչ-որ բան կա, որ վառում ես չի սխալ բնականա թե ինչ, կհիշեցնեք, դուք կիմանաք երևի դա, հա։ Ճիշտ եմ ասում, թե սխալվում։ Հա, կա տես բան, որ եթե շաքար ավելացրած վառվում է։ Ապրեք, այդ պետք է ցույց տաք, այսինքն իրազեկման առաջին փուլը դա է։ Իսկ Արցախին գինիների մասին կհարցնեմ, եթե դուք ուզում եք գինի ծախել, ձեր իրազեկման առաջին քայլը որը կլինի։ Ընդհանուր էլի նույնն է, էլի, նույն։ Մոտավոր, օրինակ, ես ոնց վստահեմ, որ ձեր գինին լավն է։ Ինչ ցույց կտաք ինձ։ Ընդհանուր process-ը ցույց կտամ, կհրավիրեմ այդ գինու պատրաստման ընթացքում, այդ սեզոնայնության ժամանակ կհրավիրեմ տեսնելու թե ոնց է պատրաստում գինին, իսկ կարող եք ինչ-որ խաղողները ներկայացնեք, խաղողների ձևերը։ Կաշխատի դա։ Ինչ, հա։ Այգուտ հոլովակներ թե ոնց է լինում խաղը եւ այլ շարք։ Կարող եք, նայեք, ինչ որ խաղողի տեսակներ ներկայացնել, post դնել, ես խաղողի տեսակներից տեղյակ չեմ, բայց ես գիտեմ լիքը տեսակներ կա գինիների մեջ, ճիշտ եմ ասում։ Ահա։ Դուք կարող եք վերցնել ինչ որ խաղողի տեսակներ, post-ել հրատարակել ու գրել։ Այս խաղողի վիտամինների քանակը այսքան է, գինին լինում է այսպիսին, հասկացաք։ Այսինքն իրազեկման առաջի փուլը դա ուղղակի այն չէ, որ դնում են մի հատ նկար ու ասում են արդյունք չկա։ Ոչ։ Իրազեկման պատար հատկությունները։ Այո, դուք պետք է հետևի պլան, ապրեք։
հետևի պլանը, դրա համար ես ասեցի ես Little Lemon ռեստորանը, ինքը մտնում է ռեստորանի հետևի մասը, որտեղ ճաշ են պատրաստում, եւ կարճ վիդեոներ է անում։ Այս մի բանը ոնց են անում, այս մի բանը ինչ են անում, այդ օրինակ այս սուպի բովանդակությունը ինչա, ու վերցնում է այդ սուպի բովանդակության ամեն մի, օրինակ, չգիտեմ, գազարը, բազուկը ներկայացնում ինչ վիտամիններ ունի։ Խնդրում եմ ուշադիր եղեք, դա շատ կարևոր քայլ է։ Առաջի քայլը պետք է իրազեկումը, եթե դուք ճիշտ չմշակեցիք, դուք չեք էլ հասնի այս երրորդ քայլին։ Պարզ է, չէ՞, այսքանը։ Գնում եմ երկրորդ քայլին։ Երկրորդ քայլը, որը այդ նկատառումն է, էլի կարևոր երկրորդ քայլ է, այստեղ ամեն ինչ կարողացանք անել, էլի ես իմ ռեստորանում եմ, իմ ռեստորանի անունը Little Lemon է, հիշեցնեմ։ Ուրեմն, Little Lemon-ի հաճախորդները կարող են ավելի շատ տեղեկություններ գտնել, երբ Ադրիանոն գրառում է անում ամրագրումներ ախրախոսելու համար։ Պոտենցիալ հաճախորդները կարող են ավելին կարդալ գրառման վրա, թե ինչ սպասել իրենց ճաշից։ Այսինքն ինքը հիմա գրառումներ է կատարում, օրինակ, դուք այցելեք մեր ռեստորանը, ճաշը կլինի սա, մեջի պարունակությունը սա, գները սա, արդեն մոտեցնում է իրեն բիզնեսին։ Դա երկրորդ քայլն է, դա հենց գալիս է նկատառման քայլը։ Երրորդ քայլը փոխակերպումը։ Ադրիանոն կապ է ստեղծում, որպեսզի հաճախորդները ամրագրեն Little Lemon-ի, անեն ամրագրումներ կամ ամրագրեն իրենց հայտը Little Lemon-ի հետ, նա խրախոսում է ամրագրումներ, տրամադրելով, անպայման դա ուշադրություն դարձել, տրամադրելով սահմանափակ, այդ դա կարևոր է, սահմանափակ ժամանակով զեղչ առաջին 10 մարդկանց համար, ովքեր ամրագրում են։ Հասկացաք, այդ երրորդը ոնց եկավ ճիշտ։ Ուրեմն, ինքը ասում է, եթե դուք ամրագրեք մեր ռեստորանում տեղ, առաջի 10 մարդիկ կստանան զեղչ։ Այդ դա կարևոր քայլն է, երրորդ քայլը, որը գալիս է այս երկու քայլերից։ Ինքը հրախուսում է, ու ասում է, որ դա սահմանափակ է։ Եթե դուք այս 3 քայլերը ճիշտ կազմակերպեք ձեր մետայում, դուք կհասնեք ձեր նպատակին։ Այսինքն մետան միայն նկար չի, միայն վիդեո չի, դա շատ ճիշտ քայլեր է ու արդեն դուք հասկացաք այս քայլերի կարևորությունը։ Այսքանը պարզ է։ Այո։ Նա էլի նշանակում է այո, շատ ուրախ եմ։ Հիմա գնացինք առաջ։ Ուրեմն պետք է փորձենք այս խորհուրդները մետաբիզնես յութից առավելագույնը օգուտ քաղելու համար։ Առաջինը՝ տեղադրեք հաճախակի եւ հետեւողականորեն։ Ինձ հաճախ հարցնում են։ Օրինակ, դու ձեր մոտ էլ է երևի հարցակում։ Ինչքան հաճախ պետք է ես հրապարակումներ անեմ։ Մի շաբաթը բավական է, կամ 2-ը կամ 3-ը։ Իրենք պիտի լինեն, եթե սկիզբը հաճախակի, հետո ավելի քիչ հաճախակի, բայց նվազագույնը ըստ ինձ 3 անգամ դուք պետք է շաբթվա մեջ post անեք, դե պատկերացրեք ամեն մի post-ը հետո պետք է լինի եւ story։ Եվ այս քայլը չեք մոռանում։ Ուրեմն տեղադրեք հաճախակի եւ հետեւողականորեն։ Ինչ է դա նշանակում։ Նախապես պլանավորեք գրառումները եւ պատմությունները, ստորիները օգտագործելով մետաբիզնես յութը, դե ես ցույց եմ տվել։ Ստեղծեք բովանդակություն, խմբագրելով կամ անպայման տարբեր միջոցները։ Ժամանակը հիշում եք, կարող եք այնտեղ set անել, այդ ժամանակի ընթացքում արդեն ձեր post-ը կհրապարակվի։ Հետո cross post ձեր Facebook եւ Instagram հաշիվներում ժամանակը խնայելու համար։ Դա եւ ժամանակի խնայելու համար է եւ ճիշտ է, որ post-ը դնում եք եւ գնում է Facebook եւ Instagram։ Ով կհիշեցնի, որ post-ը չեմ կարա դնեմ նենց, որ գնա եւ Facebook եւ Instagram։ Որ post-ը չի կարա երկու տեղ գնամ։ Կան տարբերակներ, կան պատասխաններ։ Ասեք։ Ինչքան հիշում եմ, հղումներով post-երը Instagram-ը չի վերցնում։
Ճիշտ եք ասում։ Facebook-ը միայն տանում է հղումները աշխատող են, դու կարաս կլիկ անել գնալ, ապրեք շատ, որ ուշադիր եք, իսկ Instagram-ի հղումը post-ի տակ չի աշխատում։ Ինքը սառած նախադասություն ան իմաստ լինելու ու կարծում եմ այդ սառած նախադասությունը ոչ մեկի պետք չի, ինքը ոչ մի բան չի ասում։ Դրա համար այս cross posting-ի ժամանակ լինում եք ուշադիր։ Օգտագործեք օրացույցի տեսքը, կանոնավոր հրապարակումները, ժամանակացույց ստեղծելու, բացերը լրացնելու եւ գրավիչ բովանդակություն ստեղծելու համար, օգտագործելով երրորդ կողմի ձևանմուշները։ Հետո պահպանեք, դա շատ կարևոր է, ստեղծագործական ակտիվները ձեր գրառումների համար, օգտագործելով Meta Business Suite-ի ալբոմները, այնտեղ ես հետո դրա էլ կարտադրամ, այնտեղ ալբոմներ կա։ Դուք կարող եք դրանք պահել ավելի ուշ, երբ բովանդակությունը ստեղծում եք եւ հետո պատասխանում եք ձեր հաճախորդների մեկնաբանություններին։ Խնդրում եմ ալբոմի վրա դարձրեք ուշադրություն, ես ձեզ անպայման ցույց կտամ ալբոմի տեղը, որովհետեւ այդ ալբոմը ուրիշ նպատակ ունի, որովհետեւ հասարակ post-ը, եթե հիշում եք, թույլ է տալի 10 նկար, ճիշտ է։ Իսկ ալբոմը անսահմանափակ դուք 100 նկար կարաք ինչ-որ թեմայի վերաբերյալ դնեք, այդ հնարավորությունը էլի կա Meta Business Suite-ում։ Մյուսը, շփվեք ձեր հետևորդների հետ, դա ամենակարևորն է, այսինքն առաջինը տեղադրում ենք, երկրորդը դուք գիտեք, որ շփվում եք։ Meta Business Suite-ը դա շփվելու հարթակ է։ Եվ ձեզ կասեմ, որ առաջնահերթություն տվեք ձեր հաճախորդների հաղորդագրություններին, օգտագործելով հենց թարմացումներ քարտը, ձեր տուն, այնտեղ հենց այդ տնակ ներդիրում։ Հետո ծանուցումները ներդիրում, արդի եղեք տարբեր հարթակներում անպայման ստացվող ծանուցումների մասին, անպայման ուշադիր եք լինում, տարբեր հարթակներից ձեր ոնց գնում են, աշխատեք բոլորին ժամանակին պատասխանել։ Ստեղծեք ավտոմատը, գիտեք, որ ավտոմատը ստեղծում եք, եթե դուք բացակայում եք, ձեր հաճախորդը ստանա ինչ-որ պատասխան, որ ինքը անտեսված չի։ Տեղադրեք այդ բովանդակությունը, դիտեք մեկնաբանությունները եւ անպայման արձագանքեք շարժական հավելվածի միջոցով։ Օգտագործեք այդ inbox-ը հաճախորդներին ուղղակիորեն պատասխանելու այն ապրանքների մասին, որոնց մասին նրանք հարցում ունեն, կամ անպայման, եթե իրենց ինչ-որ հետաքրքրող բան չկա, դուք առաջարկեք ուրիշները։ Այդպես դուք հաճախորդին կգրավեք։ Եթե չունեք, ասեք չունեմ, ստեսություն, այդպես ճիշտ չէ։ Դուք կարող եք ասել ես ունեմ սա չունեմ։ Եթե դուք դեմ չեք, ես ձեզ հետ կապ կհաստատեմ, որ կունենամ։ Դա շատ կարևոր է այդ շփումը ձեր հետևորդների հետ։ Դա հենց հետևորդների բազան, այդպես դուք կպահպանեք եւ կունենաք նոր հետևորդներ։ Մյուսը, իհարկե, գովազդի միջոցով դուք ձեռք եք բերում ավելի շատ հաճախորդներ, բայց այդտեղ կա մի քանի բայց, ինչ պետք է մենք իմանանք։ Իմացեք, թե ով է ներգրաված ձեր բիզնեսի հետ insights, ստատիստիկա, ես ձեզ ասել եմ, չեք մոռանում այդ բառը, ստատիստիկա կամ insights ներդիրում եւ մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ սահմանել ձեր թիրախային լսարանը ձեր ավտոմատացված գովազդի համար։ Դիտեք նոր հաճախորդների սովորական հարցերը եւ մեկնաբանությունները, գրառումներ եւ պատմություններ եւ մուտքային արկղ ներդիրներում։ Մենք դա տեսել ենք, մուտքային արկղ այդ inbox-ներ։ Սրանք կարող են ձեզ հուշումներ տալ, թե ինչ է պետք իմանալ նորեկների մասին, ով նոր է եկել ձեր բիզնես, կամ ինչ կարող է օգնել տեղեկացնել, թե ինչպիսի տեղեկատվություն ներառել ձեր գովազդում։ Տեսեք, թե ձեր գրառումներից որն է ամենաշատ ներգրավվածություն կամ insights ներդիրում։ Այնտեղ երևում է ամենաշատը, որ է դիտվել, որ է լայք եղել, որը շեյր արել։ Խնդրում եմ չմոռանաք, որ այն post-ը, այն վիդեոն, որը շատ շեյր է եղել եւ ամենակարևորը
30 րոպեվա ընթացքում, երբ որ հրապարակել եք, ինքը բարձրացնում է ձեր բրենդը եւ ձեր պրոֆայլը։ Այդ share-ը լուրջ լուծում է rate բարձրացնելու համար։ Եթե ցանկանում եք հասնել բոլորովին նոր լսարանի, խթանեք այն հաղորդագրություններ եւ պատմություններ ներդիրում։ Դա նույնպես այն ձախ կողմն է, որը ես ձեզ ցույց եմ տվել։ Այդ քայլերը շատ կարևոր են։ Մյուսը, արդյոք թե Meta Business Suite-ը տարբերվում է Facebook-ի Meta Business Manager-ից։ Այստեղ կարևոր բան պիտի ասեմ, ու շատեր եղեք կարող է հարցեր լիներ, կլսեմ։ Մտածեք, որ Meta Business Suite-ի մասին, որպես ձեր բիզնեսի հաշվի կառավարման առաջնամասն է դա։ Մի խոսքով, եթե ցանկանում եք կենտրոնացված գործիք տեղադրել ձեր համայնքի հետ Facebook-ում եւ Instagram-ում, օգտագործեք Meta Business Suite-ը։ Եվ եթե դուք գովազդային արշավներ եք վարում եւ ցանկանում եք ավելի շատ վերահսկել ձեր բիզնեսի կարգավորումները, ապա հավելյալ անվտանգությամբ Meta Business Suite-ը ձեր ընտրյալն է։ Ինքը շատ ապահով գործիք է ձեր տվյալների վերաբերյալ, ես հետո ցույց կտամ, որտեղ են այդ տվյալները ավելացնում եւ ոնց են երևում։ Meta Business Suite-ը ունի համայնքի կառավարման բազմաթիվ առանձնահատկություններ, ինչպիսին են գրառումների պլանավորումը, դուք տեսաք, հրապարակումները, մեկնաբանությունների պատասխանները եւ Facebook-ի եւ Instagram-ի հաղորդագրությունների կառավարումը։ Facebook Business Manager-ը մյուս կողմից ունի ավելի բարդ առանձնահատկություններ, ինչպիսին են գովազդի ստեղծումը, վճարումը, հետևելը եւ ակտիվների կառավարումը։ Եթե փորձեք գովազդ ստեղծել Business Suite-ում, այն ձեզ անմիջապես կտանի Ad Manager, որը այլ գործիք է։ Այսինքն Meta Business Suite-ում դուք չեք կարող ստեղծեք, դուք ամեն ինչ պատրաստում եք, ունենում եք, իսկ ինքը մեխանիկորեն արդեն գովազդի համար ձեզ կտանի մեխանիկորեն հենց Ad Manager։ Հիմա գնացինք առաջ։ Ինչ կուզեմ ստեղ ձեզ ասել հենց այդ edge-երի մասին ու շատիր նայում եք։ Ինչ կոնտակտային տվյալներ պիտի փոխանցվի, որն է ճիշտ։ Երբ որ մենք ստեղծում ենք մեր Meta Business Suite-ը, ինչպես ավելացնել Facebook-ի edge-երը Meta Business Suite-ում։ Աջ կողմում դուք տեսնում եք, ստեղ անունն եք դնում, այսպես բան է բացվել անունը, ազգանունը, business email-ը։ Դա առաջին հենց իրեն փուլն է, այցելում ենք Meta Business Suite-ը, աշխատասեղանի վրա, ուշադիր եղեք, ես նշում եմ աշխատասեղանի, սա հեռախոսով չեք կարող անեք, բայց երբեմն լինում է, որ կարաք ներբեռնեք եւ բացեք հավելվածը այդ iOS-ի կամ Android-ի վրա, բայց ես նախընտրում եմ այս կարևոր բաները անել կոմպյուտերով համակարգչով, այսինքն աշխատասեղանի վրա։ Մուտք եք գործում կամ ստեղծում եք հաշիվ, հետևելով էկրանի այդ քայլերին։ Ընտրում եք բացվող ընտրացանկի վերևի ձախ մասում։ Դա վերևի ձախ մասը ձեզ ցույց է տալի։ Սեղմում եք ստեղծել բիզնես հաշիվ կոճակը, հետևում եք էկրանի քայլերին։ Հետո միացրեք ձեր հաշիվը ձեր աշխատասեղանին կամ բջջային հավելվածի միջոցով։ Այնուհետև գուցե կարիք չունենաք, քանի որ Meta-ն հաճախ ավտոմատ կերպով միացնում է ձեր Facebook Business Edge-ը ձեր Meta Business Suite-ի հաշվին։ Հաճախ ինքն էլ է միանգամից միացնում, բայց այս քայլը կարևոր է, որ որպես բիզնես ստեղծեք, սա այս գրառումը առաջի ձեր քայլն է, որը դուք պիտի կատարեք։ Գնացինք առաջ։ Հետո, երբ որ մենք արդեն այդ քայլը կատարել ենք, մենք սկսում ենք օգտագործել այդ Meta Business Suite-ը, եթե անգլերեն է գալու է սենց add account ID, դուք ունենալու եք վերևում գովազդային հաշվի ID, դա ինչ-որ թիվ է ձեզ ցույց է տալու։ Ձեր Facebook-ի եւ Instagram-ի հաշիվները Meta Business Suite-ին միացնելուց հետո դուք պետք է եւս մի քանի քայլ կատարեք։ Միացրեք եւ կառավարեք ձեր գովազդային հաշիվները Business Suite-ում գովազդային հաշիվ ավելացնելու համար
գնում ենք կարգավորումներ, միշտ հիշեք, եթե ինչ-որ մի բան դժվարանում եք, գնում եք կարգավորումներ, որ անգլերեն կոչվում է settings, եւ ռուսերեն եթե ինչ-որ մեկ է մոտ հավելված է, կլինի կարգավորումները настройки։ Սեղմում եք հաշիվներ ձախ կողմի ընտրացանկից, այնուհետև այդտեղ գտնում եք գովազդային հաշիվներ։ Սեղմում եք այդ կապույտ ավելացնել գովազդային հաշիվ կոճակը եւ այս աջ կողմում որ տեսնում եք այս դաշտը դուք կտեսնեք։ Եթե դուք մուտք եք գործում կամ ավելացնում եք գովազդային հաշիվ, մուտքագրեք գովազդային հաշվի ID-ն։ Այդ թվերը դուք պետք է միշտ իմանաք։ Ձեզ մետան տրամադրելու է ձեր գովազդային հաշվի ID-ն այստեղ կգացեք։ Դուք լսվում է Ժողովուրդ ջան, հիմա լավ է լսվում։ Հա, ես տեսա, որ ինչ-որ մի բան, տարօրինակ ինձ թվաց, դրա համար կանգ առա։ Ահա, երբեմն լինում է, կապից է, եղանակից է, չես հասկանում։ Եվ այսպես, ինչպես ձեր Facebook Business Edge-ի նման, ձեզ անհրաժեշտ է կլինի Instagram Business հաշիվ, ձեր Instagram-ի հաշիվը Meta Business Suite-ին միացնելու համար։ Այսինքն, եթե դուք ունեք Instagram Edge, բայց գովազդային հաշվի համար ձեր դա բավական չէ։ Instagram էլի բիզնես հաշիվ պետք է դուք բացեք։ Եվ ինչպես ավելացնել հիմա Instagram-ի հաշիվը Meta Business Suite-ում։ Instagram-ի հաշիվը ձեր Business Suite-ում միացնելու համար ձեզ պետք է անպայման աշխատասեղանի հավելվածը սեղմեք կարգավորումներ ձախ կողմում գտնվող հենց տեղ գտնվող կողացույց կա։ Միշտ այդտեղից եք շարվում, սեղմել բիզնես հետո բիզնես այդ կարգավորումները ու ավելացնել Instagram-ի բիզնես հաշիվ։ Այսպեսի դաշտ է բացնելու, տեսնում եք, add an Instagram account, connect եք տալու, միացնել ու արդեն այդ ձևով դուք միացնում եք, նոր պատուհան կբացվի ու դուք ձեր Instagram-ի օգտանունը, գաղտնաբարը ձեզնից ուզելու է, դուք հետո մուտք եք գործելու։ Դուք արդեն եթե մուտք գործել եք Instagram-ում, սեղմեք շարունակել որպես Instagram-ի հաշվատեր եւ հայտնվում եք նույն տեղը։ Ամեն դեպքում այստեղ որ դուք գնաք, ձեզնից ուզելու է ձեր Instagram-ի login pass-ը։ Դա շատ կարևոր է, որտեղ կարող է ինչ-որ մեկ ուրիշը վերցնում է ձեր Instagram-ը, կապում է իր բիզնես հաշվի հետ։ Դա ճիշտ չէ, դրա համար անպայման ստեղ login pass է ուզելու եւ այսպես դուք այդ ձևով անցնելու եք մյուս կետը։ Մետան ձեզ կխնդրի անպայման մուտքագրել անվտանգության այդ կոդը։ Եթե ունեք երկու գործոն անպայման նույնականացումը լինելու է, դա կոչվում է двухфакторная аутентификация, ստուգելու է, ամեն դեպքում եւ կոդ է ուզելու եւ ստուգել է իրականում դուք եք թե չէ, որտեղ սա բիզնես հաշիվ է, որ հանկարծ գումարը սխալ տեղ չծախսվի, որ իրոք տերն է դա միացնում։ Սրա հետ եղեք շատ ուշադիր, որ Instagram-ը դուք պիտի միացնեք ձեր մետայում, դա կարևոր է։
Հիմա նայեք ինչ եմ հիմա ձեզ ցույց տալի, ձեր բիզնեսի տեղեկատվություն։ Լսում եմ։ Մերը որ բացեցինք արդեն միացված էր, չէ՞ մետայում Instagram-ը։ Չէ, բոլորինը նույնը չի։ Բոլորինը նույնը չի։ Դա Instagram Edge-ն էր միացրած, ոչ թե Instagram բիզնես հաշիվը։ Որոշներին մեխանիկորեն ըստ Edge-երի կարա լինի, բայց դա շատ քիչ է լինում։ Դա Instagram-ի Edge-ն է միացրած, ոչ թե բիզնես հաշիվը։ Հասկացաք։ Ես ընթացքում, եթե պետք լինի, կբացեք ձեր էկրանները, կստուգենք այդ պահը։ Որովհետև դրանից հետո, հա, լսում եմ, ասեք։ Չէ, վերջացեք նոր, էլի ուղղակի արագ սկսում եք չեմ հարցնում հարցը։ Հա, չէ, ես սպասում եմ, ասեք հարցը, միջև անցնեմ մյուս կետին։ Ուզում եի հասկանալ այդ բիզնես հաշիվը այդ որտեղից են սկսում, էլի, այդ սկիզբը ռուսերեն տարբերակով ոնց է կոչվում։ Հա, այդտեղ պետք է настройки соединить с Instagram բիզնեսը։ Եթե դժվարանաք, դուք կմտնեք, ցույց կտակ, ես ձեզ կբացատրեմ, բայց դա միայն ճիշտ է դեսքթոփով, կոմպյուտերով, որովհետև հեռախոսով այդ ամենը չկա այդ ձևով, հասկանում եք, դա է խնդրեմը։ Սա միայն աշխատում է այդ կոմպյուտերային վերսիայի վրա։ Բիզնես պորտֆոլիո է կոչվում, դա հա կոչվում։ Հետո դառնում է, չէ, բիզնես պորտֆոլիոն հետո է դառնում, մենք առանձին դաս ունենք բիզնես պորտֆոլիո։ Սա միայն բիզնես հաշիվ է, Instagram գովազդային հաշիվ է։ Նայեք, դուք ունենում եք Facebook Edge, հետո ունենում եք Facebook Business, դա ուրիշ է։ Հետո ունենում եք Facebook account, գովազդային հաշիվ։ Տեսեք որտեղից որտեղ գնացին։ Ու Instagram-ի Edge առանձին է, ու Instagram-ի հաշիվ գովազդի համար դա էլ ուրիշ բան եք ստանում։ Դա լրիվ տարբեր բաներ է, որ պետք է ստեղծեք։ Հիմա անպայման, եթե դուք ճիշտ տեղում եք գտնվում, տեսեք այստեղ կարևոր բան պիտի ձեզ բացատրեմ, դուք այս ձեր մոտ sense դաշտ պիտի բացվի։ Այդքանից հետո, եթե դուք ճիշտ միացրել եք, ձեր մոտ պիտի բացվի ճիշտ դաշտ։ Մենք լրացնում ենք հիմնական տեղեկությունները ձեր կազմակերպության մասին։ Ձեր տվյալները բիզնես յութում խմբագրելու համար։ Գնացեք էլի կարգավորումներ, միշտ գնում եք settings, միշտ գնում եք настройки։ Սեղմեք բիզնեսի հաշվի տվյալներ, Edge-ի աջ կողմում դուք կտեսնեք խմբագրել կոճակները։ Սեղմեք դրանք թարմացնելու մանրամասները, ինչպիսին են ձեր ընկերության անվանումը, տեսնում եք, legal name, այսինքն եթե դուք ԱԾ եք, ձեր անունը, դա պետք է լինի։ Հիմնական Edge-ը, իրավաբանական ընկերության անվանումը, եթե կա, հասցեն, ընկերության հեռախոսը եւ այլն։ Այսինքն դուք ստեղ ձեզ ներկայացնում եք որպես բիզնես տեր, որ օրինակ ես արտադրում եմ գինի, ունեմ ԱԾ։ Ստեղ արդեն այդ ԱԾ-ի տվյալներն են լրացվում, որտեղ է գրանցված։ Դա կապ չունի, հեչ կապ չունի ընդհանրապես Facebook տիրոջ հետ։ Հասկացաք այդ պահը։ Ստեղ ԱԾ-ն է գրանցվում։ Սեղմում եք վերջում պահպանել։ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեի թարմացումը ավարտելու համար դուք հաստատում եք փոփոխությունը հաստատող էլեկտրոնային փոստի միջոցով։ Եթե չեք կարողանում գտնել էլեկտրոնային փոստը, ստուգեք ձեր սպամի թղթապանակը, այսինքն կարա գնա սպամ, բայց սովորաբար այն էլեկտրոնային փոստը, որը դնում եք, ինքը հաստատումը գնում այնտեղ։ Հաստատման նամակը նորից ուղարկելու համար գնացեք իմ տվյալներ եւ կտացրեք այդ նոր ուղարկել էլեկտրոնային փոստը։ Սա բոլորը վերաբերվում է բիզնեսին, եթե ունեք կայք, բիզնես կայք եք դնում, ու շատ կարևոր է, ստեղ գրած է tax ID, ID-ն ձեր հենց որը օգտագործվում է ձեր գովազդի համար, tax ID-ն ձեր ԱԾ-ի ID-ն է։ Այսինքն ես ունեմ ԱԾ, ունեմ խանութ, օրինակ, իմ ԱԾ-ի համարը 6-7 թիվ է, բոլորը այդ ձև են ունենում։ Այս ԱԾ-ի համարը ստեղ պիտի գրվի։ Դե գրած է optional, բայց ես նախընտրում եմ ամեն դեպքում ճիշտ, որովհետև եթե դուք գովազդ եք միացնում, ձեզ մի բան ասեմ, եթե դուք չդնեք այսա ձեր ԱԾ-ի թվերը, գովազդ միացնելուց հետո ինքը հարկ է վերցնելու, եթե ինքը չի տեսնում, որ դուք ԱԾ եք։
հասկացաք դա շատ կարևոր է, ինձ լսեցիք այդ պահը։ Այսինքն նայեք, օրինակ, ձեր գովազդը օրը $5 է։ Ինձ հետո հարցնում են, խի ինքը ինձնից օրը $7 վերցե։ Այդ $2 ինքը վերցնում է որպես հարկ։ Ինքը ասում է, քանի որ դու ածե չես, դու պետք է հարկ վճարես։ Facebook-ը մետան լրացուցիչ քեզնից այդ $2 վերցնում է։ Իսկ եթե դուք ստեղ ձեր ածեի համարը գրում եք, եթե կա ածե, ինքը արդեն այդ հարկը չի վերցնելու։ Գովազդը $5 օրը, ինքը օրը $5 է վերցնում։ Այդքանը հասկանալի է։ Այո։ Ժողովուրդ հասկանալի, հա, կարող եմ առաջ գնալ։ Այսինքն, եթե դուք ածե չունեք կամ պետք է ածե բացեք, այս մասը անպայման դուք պիտի ճիշտ լրացնեք։ Ու դա ճիշտ է։ Չխուսափեք, ինձ ասում են, բա դա ճիշտ է, որ ես դնեմ այս tax ID-ին, իմ համարը հարկային։ Այո, ճիշտ է, որ հետո դու հարկ չմուծես, այ մեխանիկորեն գովազդից օգտվես ինչպես կա։ Հիմա, գնացինք մյուսը, երբ որ մենք ինչ-որ մեկին տալիս ենք հրավեր, ես ձեզ այդ տեղը ցույց էի տվել, բայց եթե դուք արդեն բիզնես հաշիվ ունեք, այնտեղ մի քիչ ուրիշ ձևով է։ Եթե մի քանի մարդ աշխատում են ձեր Meta Business Suite-ում, այսինքն դուք եզակին չեք, օրինակ ես եմ Պողոս, Արմենը ու Աննան, դուք պետք է նրանց ավելացնեք որպես օգտատեր կամ օգտվողներ։ Ահա թե ինչպես ավելացնում եք եւ հեռացնում օգտվողներին եւ սահմանում արդեն այդ թույլտվությունները։ Meta Business Suite-ին օգտատեր ավելացնելու համար գնում ենք էլի կարգավորումներ, միշտ հիշեք այդ անոնը, settings կարգավորումներ настройки։ Մարդիկ այստեղ ավելացնում են կամ հեռացնում եք եւ այստեղից սովորաբար որ edge-ը լավ երևա, ցանկալի է այդ edge-ին like գրել կամ մի քանի share արել, որ մի անգամից այստեղ email հասցենք ու գրում ենք, ու ինքը այդ մարդը email-ին ստանում է արդեն հրավեր, որ ինքը իրեն կանչում են, որ ինքը կառավարի business edge-ը։ Խնդրում եմ սա ուշադիր եղեք, սա business edge-ը կառավարելու համար է։ Հասարակ Facebook edge-ը ես ձեզ ցույց էի տվել, բայց այսօր էլի կանրադառնամ, երբ մտնեմ Meta։ Այսինքն մեկ թույլտվություն պետք է բիզնեսը կառավարելու համար, մեկ թույլտվություն առանձին պետք է edge-ը կառավարելու համար, դա երկու տարբեր թույլտվություններ են։ Ահա, ու հետո դուք ընթացքում արդեն վերջում, ստեղ next 3 քայլ է գնում եք ու վերջում արդեն այդ հրավերը ձեր մոտ ուղարկվում է։ Լինեք ուշադիր այդ հրավերի հետ։ Ահա, հետո հրավերը, երբ որ դուք ուղարկում եք, կա full control, ամբողջական կոնտրոլ, որ այդ մարդը ունի ամբողջ կառավարումը, ինքը կարա ուրիշներին թույլտվություն տա, ինքը կարա հեռացնի, ամեն ինչ անի, սա full control է։ Եվ կա partial access, կիսատ կոնտրոլ, որ որոշ բաներ ինքը կարա անի, կարա չանի։ Դրա համար այստեղ դուք պիտի ուշադիր ընտրեք, երբ որ դուք տալիս եք այդ բիզնեսի կառավարման թույլտվությունը։ Ուշադիր եք լինում, էլի գնում եք դա, սխմում եք մարդիկ, ում ավելացնել ու այսպիսի դաշտ է բացվելու, արդեն ընտրում եք ինչ թույլտվություն եք տալի ու save եք անում եւ պահպանում եք։ Բիզնես հաշվի մուտքի տակ ընտրում եք կառավարել ու կատարում եք ձեր փոփոխությունները։ Դա վերաբերվում է ուշադիր եք լինում բիզնեսի, հենց բիզնեսի հետ։ Եվ այսպես ես ձեզ ներկայացրի այսօր Meta Business Suite-ի հետ քայլերը հենց բիզնեսի վերաբերյալ, որովհետև ինչ որ դուք գիտեիք, մենք տեսել ենք դա edge-ի կառավարումը, Facebook edge-ի կառավարումը ուրիշ ստրատեգիա է, ուրիշ հմտություն է, իսկ բիզնես կառավարելը դա լրիվ ուրիշ է։ Հիմա ես կուզեմ տեսնեմ իրականում այստեղ ով է ուղարկել, որ մենք, ահա, տեսա այստեղ, ապրեք, ահա, Golden X-ը, ահա, Golden X-ը ստացվեց, շատ լավ, ահա, բայց ոչ բոլորը, հա, ուղարկեցին, հիմա կխնդրեմ անում ենք հետևյալը, բացում ենք մեր Meta Business Suite հավելվածը, բացում ենք Meta Business Suite հավելվածը, Հեռախոսով, հա, հեռախոսով,
Հա, եթե ասում եմ հավելվածը, դուք հասկանում եք ամեն դեպքում արդեն դա ոնց է Wildberries-ը ինչ է, հավելված է։ Դա առանձին ներբերնում ենք ձեր հեռախոսի վրա, հասկացաք։ Դրա համար մետա բիզնես սյուտ, եթե ասում եմ հավելված, դա հեռախոս է։ Դուք տեսնում եք, հիմա Արմիդա ջան, կասեք ձախ կողմից ինչա post-ի տակ երևում։ Ձախ կողմից ինչ է երևում, ինձ կասեք։ Հեռախոսով եմ, ճիշտ եմ, չէ, հասկացա։ Հա, հեռախոսով։ Ինչա գարա։ Post-ի տակ։ Post-ի տակ, այո, կասեք։ Ճիշտն ասած։ Հա, ինչ եք տեսնում, ասեք, ոչ մի խնդիր։ Статистика и объявления. Продвигать публикацию. Ահա, продвигать публикацию կբացատրեք, դա ինչ է ասում, ճիշտ եք ասում։ Այդ ինչա Այսինքն առաջ տանել edge-ը։ Բայց գիտեք, продвигать-ը հիշեք, դա վճարովի է, հիշեք այդ։ Հա։ Այո, продвигать նշանակում է վճարովի։ Էլ ինչ եք տեսնում, ճիշտ է, հետո։ Էլ ինչ եք տեսնում։ Հետո այստեղ создайте свое первое видео Reels. Ահա, հետո։ Ահա։ Создать объявление и статистика. Այո, ստատիստիկայի մեջ ինչ կլինի, ստատիստիկայի մեջ ինչ կլինի, ոնց եք կարծում։ Մեր այն առաջի հրապարակումն ա բերել պրասնոտները։ Ճիշտ է։ Ապրեք, շնորհակալություն, ճիշտ է։ Հիմա նայեք, դուք այնտեղ ունեք պլյուս, կապույտ գույնի պլյուսը, բոլորը տեսնում եք ներքևում։ Բոլորդ պլյուսը տեսնում եք կապույտ գույնի։ Այո։ Այդ ձեր պլյուսը գլխավոր գործիքն է Meta Business Suite-ին։ Այդ պլյուսը երբ որ դուք սխմում եք, հիմա Արցախին կխնդրեմ տեսնեմ պլյուսը սխմելուց հետո ինչ է ինքը տեսնում։ Արցախ կասեք։ Պլյուսը սխմելուց հետո ինչ եք տեսնում։ Հեսա ասեմ։ Ասեք։ Պլյուսը տեսնելուց հետո։ Միած սխմեք ու սպասեք տեսնենք Արցախը ճիշտ է ասում, ճիշտ բաներ է տեսնում այնտեղ, թե ոչ։ Հիմա Պլյուսը սխմելուց, այն կապույտ պլյուսիկը որ սխմում եք։ Սխմել եմ, բայց կախել եմ, մինչև ուզեցի ձենը միացնեմ, հետեկա չի միանում արդեն։ Հասկացա, լավ, ոչինչ։ Իսկ մեր նկարիչ աղջիկը կասի ինչ է տեսնում, միջև Արցախի մոտ կարգավորվի։ Ես Հա, ասեք, ահա։ опубликовать видео Reels, медиафайлы, история, прямой эфир, прямом эфире։ Շատ լավ, դուք տեսնում եք 5 նիշ, բոլորդ այդ 5 նիշը տեսնում եք, դա ձեր գործիքն է գլխավոր։ Այսինքն, եթե ձեզ պետք է post հրատարակել, ոչ թե կոմպյուտերով, այլ հրատարակել post հեռախոսով, ու դուք օրինակ Instagram չունեք մուտք, կամ դժվարանում եք մուտք գործել, այդ հարց եղել է, դուք ստեղից post կարող եք անել, առաջինը։ Reel-ն էլ կարող եք անել, այսօր ես ձեզ Reel-ը կբացատրեմ, բայց ավելի ճիշտ Reel-ը համակարգչով է։ Հասարակ ֆոտո դնել story եւ ամենակարևորը իմ համար live-ը։ Շատ հարմար ձևով դուք կարող եք այստեղ live նկարել եւ ինչ է նշանակում live-ը։ Ով կասի։ Live-ը ուղիղ եթեր։ Ուղիղ եթերը։ Ինչ որ առավելություն ունի live-ը, ինձ կասեք։ Հա, եթե շատ լայվ ենք անում, արդեն սկսում ենք Facebook-ից գումար աշխատել։ Այո, եւ edge-ն էլ է բարձրանում։ Եւ դրա համար ստեղով շատ հարմար է live անել։ Իսկ հիմա բոլորս անում ենք մի հատ post, ես եմ ձեզ ցույց անում, եւ այսպես սխմում ենք post։ Ինչ բացվեց ձեր մոտ։ Բացվեց Facebook News feed, Instagram feed։ Բացվեց դա։ Դա շատ կարևոր է։ Ես հիմա միացել։ Ինձ մոտ ռեկլամա էլ է տալիս, 5 բան չի էլի, ինձ մոտ 6-րդն էլ կա ռեկլամա։ Հա, լավ, ոչինչ, կլինի ռեկլաման դեռ չտա։ Հիմա ես Telegram-ով ուղարկեմ ինչ պետք է լինի, այսպես։ Ու տեսեք ներքևում, ես ունեմ խմբեր։ Այն խմբերը, որտեղ հիշում եք, ես ձեզ ասեցի, աշխատեք գրանցվել։
որովհետև ինչքան շատ դուք հմբում տարածեք նյութը, այնքան ոնց ասեմ, ձեր օգտին է, հասկացաք, ահա, հիմա այստեղ մենք ուրեմն մտնենք բիզնես յութում, նշանը կապույտ ընտրում եք Facebook News Feed, Instagram Feed, կապույտ նշանը տեղ ընտրեք, տեսնում եք իմ մոտ ընտրածը, այդ քայլը բոլորդ կատարեք, Չի երևում ձեր մոտ։ մի րոպե ձեր մոտ մի հատ երբ որ սխմել եք post, մի հատ ուղարկեք screen-ով ձեր մոտ ինչ ա երևում։ Սարդած պուբլիկացիա այդ post-ը։ Ահա, այո, ամենավերևինը։ Ամենավերևինը։ Ահա, բացվեց։ Մի հատ ինձ screen-ով ուղարկեք, տեսնեմ ձեր մոտ ինչ է երևում։ Ես ուղարկեցի տենց է բացում մեր մոտ։ Ահա, իմ ասած ձևով է բացվում։ Ում մոտ կա որ այդ ձևով չի։ Կա մարդ, մի հատ ինձ ուղարկեք, ձեր ինչ եք տեսնում։ Ահա, ճիշտ է, լրիվ ճիշտ է։ Okay։ Դավիլենցի մոտ, okay, ճիշտ է։ Ահա, արդեն սկսում եք ընտրել նկար։ Ում մոտ ճիշտ է, ես տեսա, ընտրում եք ֆոտո կամ վիդեո։ Անպայման, ավելացնում եք добавить местоположение, աշխատեք ձեր տեղը, ավելացնել, ահա, տեսնեմ ստեղ ինչ է, Golden X-ի մոդել է ճիշտ, շատ լավ, մի հատ նկար ձեր հեռախոսից կամ երկու հատ նկար, местоположение շարժվում եք առաջ, post ենք ստեղծում Meta Business Suite-ով արդեն, որ ինքը երկու հարթակա մերև է, մյուսների մոտ ինչ է, մի րոպե, Mary and B մոդել է ճիշտ, ահա, ընտրում ենք ֆոտո ենք ընտրում, վիդեո չանենք, ահա, ընտրում ենք ֆոտո, հետո գնում ենք местоположение անպայման, ընտրում ենք նկար ու սպասում ենք, ու հետո չենք շարժվում արել, բոլորդ այդքանը միատարեք ու սպասեք, okay, որ ես ասեմ ինչ պետք է անենք հետո, Կարող է ձեր հեռախոսների մեջ թույլտվություն չլինի դրա, անպայման full access պետք է տաք, որոշ հեռախոսների մեջ կարող է փակ լինի, թույլտվությունը նկարներին, դուք եթե ինքը հարցնի, կարելի է օգտվել, ասեք հայո։ Որտեղ եք հիմա։ Նոնա, նկարներն ենք ընտրում, местоположение ու կանգնեք։ Այստեղ օրինակ նկար ընտրեցիք, ընտրեք նկար ձեր բանից, մեդիայի գրադարանից, ինչ նկար ունեք, կամ մի հատ քաշեք, մեկ կամ երկու նկար ընտրեք, որովհետև կարևոր բան պիտի բացատրեմ, պետք է նկար լինի, հետ պատրաստեք, հետո մնացածը կասեմ։ Հենց պատրաստ լինեք, բայց ընդեղ ոչ բոլորն են սկրիներ ուղարկել, կխնդրեմ մնացածը տել սկրին ուղարկեք, որ տեսնեմ դուք ճիշտ եք գնում, ճիշտ քայլերով եք գնում։ Ընտրել եք այդ քանդ։ Եվ այսպես ընտրում ենք ու սպասում ենք։ Ուղղակի տեսեք ձեր հեռախոսը թույլտվություն տա, կարող է ձեր հեռախոսով չի թույլատրվում։ Ժողովուրդ ջան, ունեք նկարը, պատրաստ եք։ Այնտեղ որոշ մարդկանց մոտ location-ը կարող է, ասեմ ձեզ, փակ լինի։ Դուք որ location-ը սխմում եք, այնտեղ կա միացնել, կարող է ձեր մոտ անջատած է, դուք միացրեք location-ը, տեղը միացրեք, որ տեղը այնքը երևա։ Ստեղ էլի նկար եկավ։ Հիմա նայեք, դուք տեսնում եք բոլորդ ներքևում tag, նշել, atmetить կավոտը, բոլորդ տեսնում եք այդ նշանը։ Այո։ Ահա, դուք հասկանում եք, որ հիմա պետք է ում նշեք։ Մեր edge-ը։
ապրեք։ Հիմա ձեզ նշեք, դա շատ կարևոր է, սխմեք նշեք։ Business edge-ը թե անձնական։ Ոչ Արցախին, այլ մռավին։ Գինիների edge-ը, էլի, հա, բիզնեսը ձեր։ Ձեզ նշեք։ Նշեցիք, tag, այսինքն հեշտ է, tag ես անում, ձեր նկարի վրա սխմում եք ու արդեն ձեզ գտնում եք բիզնեսը։ Վերջում սխմում եք ավելացնել done, եթե այսինքն ինչ-որ մի բան։ Առաջինը դուք նշում եք ձեր edge-ը, ձեր բիզնես edge-ը։ Երկրորդը դուք նշում եք տեղը, ցանկալի է ոչ թե Երևան, Հայաստան, եթե ձեր բիզնեսը նշեք լավ կլինի, բայց եթե չէ, գոնե տեղայինքը Հայաստանը նշեք։ Ես հիմա ցույց կտամ, ձեզ այդ զուգահեռ ես գնում եմ, որ Նշելը ոնց են անում։ Վրեն նկարի վրա սխմեք, ինքը դաշտ է բացվելու։ Այդ դաշտի մեջ որոնեք ձեր անունը։ Հա, ես տեսա ստեղ։ Ահա։ Հանին էլ է ճիշտ է։ Նայում եմ, ով ուղարկել է ճիշտ է ամեն ինչ։ Սախրանը պիտի անենք նոր։ Հա, աջ կողմում սախրանից տվեք, հա։ Նայեք, ես ձեզ վերջնականը ուղարկել եմ։ Եթե դուք ձեզ նշել եք, ներքևում երևում է, որ նշված է tagged people, նշված մարդիկ։ Տեսեք, մի հատ Telegram-ում ես ձևը ուղարկեցի։ Դե չի նշվում, սխմում եմ, բայց չի նշվում։ Մի հատ ինչ ա, դաշտ չի բացվում։ Դաշտ պետք է բացվի։ Նկարի վրա որ սխմում եք, դաշտ չի բացվում, արցա։ Չէ։ Բա ինչ եք տեսնում։ Մի հատ կարող եք screenshot ուղարկել, թե ինչ եք տեսնում։ Մի հատում մոտ խնդիր ա, չի կարում իրեն նշի, մի հատ ինձ screen ուղարկեք։ Էսա ես հիմա կտեսնեմ։ Մի վարքյան։ Ահա, отметить людей, սխմել եք դա։ Այդ отметить людей պետք է սխմեք դուք։ Հա, սխմել եմ, բայց նկարն էլ բաց չի լինում։ Ինչ է բացվում, բայց որ отметить людей սխմել եք, ինչ է ստալի։ Այն տակի դերինը գրել էր։ Ապա այդ նկարը, որ отметить Ահա, всё, ճիշտ է, սա տեսա golden extension-ներ։ Երկուսի վրա, երկու նկարի վրա էլ պիտի նշեինք մեզ։ Հա, ցանկալի է։ Բայց ձեր մոտ նա նշած է։ Տեսեք երկու սկատակից։ Հա։ Մի հատ կխնդրեմ Արցախն ուղարկել։